Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս թեմայի շուրջ է այսօրվա մեր տեսանյութը։ Կատաղությունը փոխանցվում է կենդանուց մարդուն, հատկապես շներից ու կատուներից։ Շունը մարդու բարեկամն է։ Նա հավատարիմ է իր տիրոջը, ընկերոջը։ Նրա հետ մարդը կարող է իրեն զգալ շատ ապահով։ Այն կարող է տանել հովվի պաշտպանի դեր, բայց եւ այն կարող է լինել ագրեսիվ ու վտանգավոր։ Ես ընդհանրապես շների շատ եմ սիրում ու տանը իհարկե ունեմ շուն։ Շունը շատ հավատարիմ անձնավորություն է ու անգամ չի կարելի համեմատել մարդկանց հետ, որովհետև մարդը այդքան հավատարիմ չի գարնալի, ինչքան շունը։ Յուրաքանչյուր կենդանու պետք է վերաբերվի շատ յուրահատուկ ձևով, որովհետև կենդանին աստոտաված պարգև է։ Ճիշտ է, կան կենդանիներ շատ ագրեսիվ են, բայց հատկապես շունը եւ կատուն չի կարելի սատկեցնել, ծեծել, անոթի թողնել ու ամենակարևորը պետք է շներին ուշադրություն դարձնեն, հատկապես թափառող շներուն։ Ճիշտ է, շունը լավ կենդանի է, բայց ունի իր ագրեսիան։ Դրա համար պետք է վակցինաներ անցկացնեն, եթե հնարավոր է, որպեսզի երեխաներին հատկապես ծերերին վնաս չտան։ Մեր Նինոցմինդա քաղաքում թափառող շները չափից դուրս շատ են։ Եթե հնարավոր է ինչ-որ մի կերպեմ էդիկ վերացնեն։ Շատ բողոքներ են եղել, որ խոսքին թափառող շները վնաս են տվել երեխաներուն, ինչու՞ չէ նաև երիտասարդներուն, շատ վտանգ է ներկայացնի անպայման։ Պետք է անպայման դրա դեմ առնել, եթե դժվար չէ։ Եթե շունը կծեց, պետք է օջարով լվանալ եւ սրացկումներ անել, որովհետեւ թույնը եւ մեջի ագրեսիան մարդուն հելն է։ Ու եթե շունը խաձեգա մարդուն, շանը երբեք չի կարելի ցածկեցնել, որովհետեւ այդ մարդը տվյալ անձնավորություն չտանջվի։ Ու այդ վերքը շատ կարևոր է, որովհետեւ վարակ չանցնի մարդկանց մեջ, որովհետև շունը ամեն կերակուրը ուտում է եւ կարա մարդկանց մեջ իհարկե անցկացնի տարբեր վիրուսներ։ Դրա համար պետք է անպայման բժշկի դիմել։ Հաճախ կարելի է տեսնել թափառող շների, որոնք ոհմակներով կարող են հարձակվել մարդկանց կամ կենդանիների վրա։ Նման դեպք գրանցվել էր այս տարի Մեծ Խանչալիում, երբ շները հարձակվել էին ոչխարների վրա եւ հոշոտել մի քանիսին։ Շատ են, համի մեկ 15-20 օր հետո հավաքվին այստեղ, սղացիկն են, վայրի դիկի անդեր, բանը մեծ էջին։ Երեք առաջ օրը, ուրեմն ես այդտեղ քարոնքով նստած էի։ Մեկը տեսա ուշխարը խաչմլան ցածիկով։ Ամմեկը մե պատիմ։ Մեկը փախավ տորմեմ է մեր տունը։ Ես հետին վազեցի, շաները հետևն էին այնգած։ Մինչև եկա կորիլին։ Լարդեն հանար չագա այդ ոնցել ազատվել։ Հետ հանար չագա, ես կեմ փոքր երեխա եղավ, ասենք հանգարձակի չկարծավ, մեր 2 տարեկան, 3 տարեկան երեխա, այդ երեխան է գուտի։ Շների կծոցից առաջանում են հիվանդություններ, որը կարող է ճակատագրական լինել մարդկանց համար։ Դրանցից ամենավտանգավորը կատաղությունն է, որը կարող է հասցնել մինչև մահվան։ Իսկ ինչպես է պետք պայքարել կամ պաշտպանվել նման իրավիճակից, մանրամասնեց անասնաբույժը։ Նախ բավականին շատ լուրջ հիվանդություն է կատաղությունը, ճիշտ է, մարդիկ աշկաթող կենեն, հիմնականը շեներ են, հիմնականը։ Անկախ ամեն ինչ են, տնական շուն է, թե փողոցի շուն է, այս մի շունն որ թեգուս անպայման չոր հարգանցն է, թեգուս մի քիչ մի օր քեզեոնա, եթե շունը վարակված եղավ, թատերա վարակը կասնի օրգանիզմի մեջ ու կառաջացնի շատ լուրջ խնդիր, բայց ոչ այդ մոմենտին։ Հիմի մեր ժողովուրդը այդ ման դեպքերում շատ մարդիկ չեն հետապատված ու շատ ցախալ կինին։ Դուք դուր դեպի բացասական կողմերը չգեք, որ իշքան բացասական կողմ կունենա։ Նախ առաջինը դե չի մանրամասնես դիկորիս Սիմոնա շատ երկար գտև էլի վերդից վերեն ինչա կես ժողովուրդան էդի կապ չունի ձեր շունն է թե փողոցի շուն է պատվաստվիլը պարտադի նախ կեզելու դեպքում շանա մեն առաջին օջարով լավան առաջի օգնությունը այդ եւ նոր անպայման ներքան հիվանդանոց պատվաստին դու մեր հիվանդանոցը կա պատվաստանյութն կա անվեճար է կասեմ մեր իմ տնական շունս ինձ բան չէ
Դուք չեք պատկերացնել, կնաջի մոմենտին դուք ջերմություն չունենաք, անցնի ժամանակ, 10 օր, 20 օր, 25 կամ ամիսը ջերմությունը ձեր բարձրանա ու ձեզի կասպասվի անգամ մահ։ Լեննական խոյ բաները տելևիզորը ցույց տվեց որ 2 տարի կիսկան տեղան մեռա կատաղության դիմաց լեննական անգշխանության տեղին շատ լուրջ հիվանդություն է ողջունելի պետության նոր կա միջոցառումներ շենիը պատվաստին կբեշստվով պետությունը պետք փողոցային շենիը չեն պատվաստի ու մորտանիը կան ինոց շենիը պատվաստին կազմնի պատվաստիկ կենթանին պետք է պատվաստվի բեշստվոյի դիմաց Պարտադիր է, ցանկալի չէ, պարտադիր է ի օգուտ ձեզի ձեր առողջությանը քան որ դուք կենթանի կպայեք պատվաստեք նու եղել որ ասենք դաժե հորտնե ու կովնե ու խաձե եղել է գիտես դեպքեր բայց հիմնականը կատուն եւ շուն է հիմնական նույն վայրի գազաններ մեր կոպչակա օծ մեր կոպչակա հիմնականը մենք կողնորոշում կի կենտրոնանանք կալպիներուն շաներուն վրա անգամ մարդը նախքան մահանալը կատաղություն է նեդիվ դարձել է ինքը գեր գազան է դարձել հասել է բաժշկին վրա ուզեցել է բաժշկի խեղդել ու այնտեղ արդեն ունեցել է սայդի կամ ու մահացել է եղել է դեպք որ իսկ կնամ դաժե աբացուց է վիդեոն բանա տեսնին որ ինչ է եղել Էդիկ Ղարաբաղը եղել 2017 թվականին Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը բերում է մարդկանց եւ այլ կենդանիների մոտ գլխուղեղի բորբոքման։ Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը բերում է մարդկանց եւ այլ կաթնասունների մոտ գլխուղեղի բորբոքման։ Վաղ դիտարկվող ախտանիշներից են ախտահանման եւ ծակծկոցի զգացումը։ Այս նշանները ուղեկցվում են հետեւյալ ախտանիշներից մեկով կամ մի քանիսով. անզուսպ շարժումներ, անկառավարելի ոգևորություն, վախ ջրից, մարմնի տարբեր մասերի շարժելու անկարողություն, գիտակցության կորուստ։ Այս ամենից խուսափելու համար հարկավոր է պատվաստվել կամ ժամանակին դիմել բժշկի։